Բարի լույս, Շանթյուղի եթերում իր աշխատանքն է սկսում առավոտը Շանթումը։ Լույս բարի, մենք արդեն այստեղ ենք, դուք արդեն այնտեղ եք եւ մենք շատ ուրախ ենք, որ դուք այնտեղ եք, իսկ մենք այստեղ ենք։ Օ, իմիջիալոց, ինչքան նոր հասկացա, ինչքան անտարբեր էակ է տղամարդն էլի։ Ինչու՞։ Հենց նոր նկատեցի ձեր ծաղկազարդ զգեստը, որովհետեւ կարծես եթերից առաջ իրար զրուցում ենք, բայց ու չնկատեցիք էկրանից տեսա, ինչու ըստ երևույթի, ինչու հեսավացատրը։ Այս վերջերս դիտել էի Սիրենաներ, երևի այդպես է, Սիրենաներ սերիալը Ջուլիանի Մուրի հետ եւ այնտեղ բոլոր գլխավոր հերոսուհիները, գեղեցկուհիները կրում էին այսպիսի ծաղկազարդ զգեստներ, դե դուր եկավ գոր։ Այո, շնորհակալություն, ինչ հաճելի առավոտը սկսել այսքան գեղեցիկ կոմպլիմենտներով գոր։ Եվ եւս մեկ անգամ տղամարդիկ սիրելիներս փաստենք այն փաստը ներողություն տոֆտոլոգիայի համար, որ մենք ուշադիր չենք, եղեք ավելի ուշադիր եւ շռայլեք կոմպլիմենտները, դա ինչ։ Բայց չմոռանանք, թե դու ինչքան կնամեծար եք, չմոռանանք այդ փաստը, ես ամեն անգամ դա շեշտում շատ, ու ձեզ շատ սազում է գոր։ Կնամեծար լինել։ Ես առաջարկում շատ չշեղվենք գորի հետ վերադառնանք դեպի եթեր եւ ասենք, որ օթերևութաբանները ասում են, չգիտեմ նրանք կնամեծար են թե ոչ։ Տարբեր են լինում, տարբեր։ Որ տա կամարային եղանակը ուժի մեջ է եւ արդեն շտապում ենք նախազգուշացումներ տալ։ Ուրեմն մասնավորապես Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հնարավոր հրդեհներից եւ դրանց անկախատեսելի հետևանքներից խուսափելու համար հիդրոմետից հորդորում են խստորեն հետևել հակահրդեհային նորմերին։ Դե արդեն բույսերը, խոտերը չորացել են, այդ պատճառով շատ իսկապես տանգավոր է, մի ծխեք, մի թողեք ապակի տարաներ, մի կոտրեք ապակի տարաները եւ այդտեղ թողեք նորից եղեք յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր խնդրում ենք ուշադիր եղեք, որ չթողնեք ոչ մի տեղ։ Որովհետև իսկապես մեկ կայծ, մեկ փոքրիկ կրակ եւ մեծ արդեն խնդիրներ եւ խնդիրներ եղանակի մասին անպայման դեռ կխոսենք, պետք է նաեւ փաստենք իսկապես որ արդեն բավականին շոկ է, ջուր խմեք շատ, մի մոտած։ Շոկ է, բայց հենց երկար հիշում ենք։ Okay, հենց չեմ հիշում, բայց հաստատ կլինի, դե շոկ է, ամառ է։ Ամառը իսկապես իր ամբողջությամբ արդեն եկել է, այնպես որ վայելեք ամռան ամեն մի օրը, ինչպես արդեն նշեցինք, այո, գնացեք քաղաքից դուրս վայելեք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը, բայց առանց վնաս տալու բնությանը։ Այո, թե բնությանը, թե ձեզ։ Մարդկությանը։ Այս պահին անվնաս թե բնությանը, թե մարդկության համար գեղեցիկ տեսահոլովակ մեր եթերում։ Գնացինք։ Վերադարձանք, Սուսանա Նաջարյանն էր, հիանալի երաժիշտներով, ուղղակի մեր ռեժիսորին տեսահոլովակ, օրինակ այս տեսահոլովակը հստակ Գառնյուն պետք է նկարի, չէ՞, Արամաստ, Անահիտ, հեթանոսական ավելի շատ տաճարում պետք է նկարվեր։ Լավ, վերադառնանք եւ խոսենք եղանակի մասին։ Որ եղանակը էլ ավելի շոկ է լինելու վաղը, քան այսօր։ Հուլիսի 1-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրևներ եւ ամպրոպ։ Հնարավոր է կարկուտ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 4 աստիճան, տաք, բայց կարկուտ։ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը 27-ից մինչև 29 աստիճան տաքություն է սպասվում մեզ։ Ну, եթե դուք չունեք իհարկե սև ավտոմեքենա եւ նա չեք կանգնեցել արևի տակ, որտեվ սև ավտոմեքենայում արևի տակ ինձ թվում է 46 աստիճան է։ Կամ գոնե հովացուցիչ պետք է ունենալ այս պարագայում։ Գոնե չէ, անպայման պետք է ունենալ եւ առհասարակ ամեն անգամ որ նստում ես մեքենա միացնում ես այդ հովացուցիչը մտածում ես ոնց ենք մենք կենթանի մնացել մեր մանկության ժամանակ ոչ մեկ 06-ում կամ 01-ում կամ ջորիում չէր օգտագործում մտքով չէր ասում անգամ որ կարող է լավագույն տարբերակումը հովհար որ մայրս ունի հովհար կամ այսպեսի sense վենտիլատորներ էին դրում չէ ինչ որ եսի մով էր սարքե տենց ակումուլյատորից լարը գալիս էր ինքը ավելի տաք ֆենը միացնում էր դեմքիդ եւ մենք ասում ենք որ հով էր դե բայց իհարկե մանկության ամենամեծ լավ հուշերով չէ մանկության ամենամեծ եւ հավես բաներից էր որ արագությամբ մեքենան սլանում էր աջ կողմից օրինակ այո արաքսներ եւ դու այսպես երկու ձեռքով դուրս էր գալի պատուհանից քեզ մի 10 անգամ ասում էին հերիքա չի կարելի հետո հոգնում էին ու դու տենց միջև մեղրի օրինակ մնում էիր հետո մեքենայից որ դուրս էր գալի կես ժամ սենց էր ման գալի իհարկե բայց շատ լավ է
Անցնենք առաջ եւ ձեզ տեղեկացնենք այն բոլոր նորություններն ու լուրերը, որոնք արդեն արդիական են։ Չինացի մասնագետները զգուշացնում են, որ խմելու ջրի համար նախատեսված պլաստիկ փաթեթավորումը պարունակում է առողջության համար վտանգավոր մի շարք քիմիական միացություններ։ Գիտնականները նման եզրակացության են հանգել այդ տարաների քիմիական բաղադրության երկարատև ուսումնասիրության արդյունքում։ Փորձարկումն անցկացվել է մի քանի փուլով։ Ճիշտ է, գիտնականները հանգստացնում են այդ նյութերի խտրությունը ջրի մեջ։ Այո, նենց չի, որ այդ ջուրը խմում եք եւ միանգամից պետք է պարկեք եւ սպասեք, երբ պետք է մահանաք, բայց իրականում դե պարզ է, որ եթե դա պլաստիկ է, ուրեմն շիշ է, քիմիական նյութեր կան եւ այդ նյութերը տեղափոխվում են ջրին։ Խնդիրը նրանում է, որ ոչ թե այդ պահին է ինչ որ խնդիր առաջանում, այլ խնդիրը նրանում է, որ այդ նյութերը կուտակվում են մեր օրգանիզմի ներսում եւ այդ մեր օրգանիզմից դուրս չեն գալ, օրգանիզմը չի հասկանում ինչ է պետք դրանց հետ անել։ Բայց դա ամենամեծ խնդիրը չի, այո, իսկապես մենք այդ միկրոպլաստիկը ստանում ենք ոչ միայն այդ ջրից, այլ նաև օդից, սննդից, չգիտեմ, ծովում անգամ ամենախորը վայրերից գիտնականները ձուկիկներ են բռնել եւ նրանց օրգանիզմի մեջ արդեն այդ միկրոպլաստիկը գոյություն ունի եւ հիշեցնեմ, որ այդ միկրոպլաստիկը առհասարակ ինքը իրենով քայքայվում է 300-500 տարվա ընթացքում, պատկերացրեք, այդքան մնում է եւ ըստ երևույթի, եթե մարդկությունը այսօր վերանա, իսպառ, մի 1000 տարուց հետո բնությունը կմաքրվի ամեն ինչից, ինչ որ մենք աղտոտել ենք։ Եղեք ավելի ուշադիր եւ աշխատեք օրինակ ապակյա տառայից ջուր խմել։ Բայց խոսենք նաեւ այն մասին, որ վերջին տարիներին շատ մեծ նշանակություն է տրվում պլաստիկին եւ այսպես շատ հորդորում են օգտագործել ավելի էկո կարգի, թե կլինի դա մեկանգամյա օգտագործման ափսեներ եւ այլն։ Բայց պետք է այո, մաքսիմալ, այսպես ասած, այդ պլաստիկը մաքսիմալ, բայց միևնույն ժամանակ մահացու չէ։ Պլաստիկը մաքսիմալ մոտիկ լինի բնական ինչ-որ նյութերի, չնայած բարձր է, որ դա դժվար է։ Նաև մեկ այլ լուր ունենք, որի մասին ուզում ենք ձեզ անպայման տեղեկացնել, երեկոյան ժամերին քնի նորմալ որակի ապահովման համար պետք է ձեռնպահ մնալ մի շարք գործողություններից։ Մասնագետները նշել են առողջ քնին խանգարող գործոնները։ Ուշ ժամին սնունդ ընդունելը կարող է դառնալ քաշն ավելացնելու եւ ճարպակալման վտանգը մեծացնելու պատճառ։ Բայց դրանից լավ բան կա, որ մի հատ լավ հաց Հայտո չէ, օրգանիզմը այդպես չէ, որ հաց է Բայց բոլորը իրենց չեն կարող դա թույլ տալ, արի ամենայն ազնվությամբ ասել։ Որովհետև ճարպակալում, վատ չէ, բայց օրգանիզմը այդպես է, որ դու լավ հաց ես ուտում, ուղեղից ուրեմն արյունը իջնում է դեպի ստամոքս, արդեն սկսում ես մի քիչ վատ հասկանալ ամեն ինչ եւ քունը տանում է։ Բայց դա հակառակն են ասում։ Դե ասում են, որ չի կարելի։ Չի կարելի, որովհետև խանգարի քնին, ունենաց վատ քուն։ Ուրեմն հետո էլի մի քանի փաստեր։ Քնելուց մի քանի ժամ առաջ նաև խորհուրդ է տրվում հրաժարվել քաղցրից եւ ալկոհոլից։ Բայց ալկոհոլից որ խմես քունը չի տանում։ Բա իհարկե, բայց նորմալ է, չէ՞ որ ալկոհոլ, այսինքն պետք է սթափ փորձես, որ խմացես չքնես եւս։ Շորջ ժամ, այո, հետո նոր։ Այդ մթերքները եւ ըմպելիքները խթանում են եւ ազդեցություն են թողնում մարդու քնի վրա, դժվարացնում են քունը մարդու, խանգարում են։ Գիշերը ըստ էության արտանում են մարդիկ այդ պատճառով։ Եվ վատ են իրենց զգում։ Պետք է հրաժարվել նմանատիպ սննդի։ Նեղում են։ Ամաչում են միգուցե որ շատ են խմել, այո։ Սուրճ չի կարելի խմել քնելուց առաջ, դե դժվար է սուրճ, եթե լավ սուրճ է եւ իսկական սուրճ է, խմել եւ քնել, որտեվ սուրճը էֆեկտ ունի, էլ ինչ չի կարելի։ Ասում են, որ չի կարելի ինչ որ այնպեսի մարզումներից։ Այո, այսինքն չի կարելի լոգանքից հետո, սիրտանոթային համակարգի ամրապնդմանը ուղղված հեծանիվ քշելուց հետո չի կարելի։ Օրինակ վազք, լող։ Ահա։ Լսի, բայրի գունը ոնց է մարդիկ գնում վազում։ Իսկապես։ Բայց օրինակ ես մտածում եմ, որ եթե վազան պետք է հոգնեն։ Իսկ եթե հոգնեն, պետք է ուզենան քնել։ Եկեք փաստենք։ Փաստորեն, եթե դուք պարկում եք քնել ժամը 11-ին, վերջին անգամ հաց պետք է ուտեք ժամը 7-ին, վերջին անգամ վազեք ժամը 7-ին, վերջին սուրճը այդ դրա համար մեզ մոտ չի ստացվում։ Բայց այդպիսի մարդիկ, որոնք որ այդպես են վարվում, ի տարբերություն մեզ, ըստ երևույթի կմահանան առողջ։ Բայց կմահանան։ Այո, իսկ մենք կմահանանք ոչ այդքան առողջ։ Այդ հիշենք, որ մեկը մահանում են, իսկ մահանալու պայն այլևս կարևոր չէ, առողջ թե հիվանդ։ Ապրեք երկար սիրելիներս, սա իհարկե կատակ է եւ աշխատեք ավելի ուշադիր լսել ձեր օրգանիզմին։ Միգուցե լավ է օրինակ, որ քնելուց առաջ մի գտալ
մածուն եք ուտում, ձեր սիրելի Եվ լոլիկը։ իհարկե այնինչ ասեցինք, միգուցե շատ անհատական մոտեցում ունի, ճարպակալումը 21-րդ դարի ամենատարածված հիվանդություններից է։ Շարունակենք խոսել առողջ ապրելակերպից եւ պատմենք ամենասիրելի հատապտուղներից մեկի մասին՝ հապալաս։ Այն շատ արժեքավոր հատապտուղ է, ունի շատ վիտամիններ, լայնորեն օգտագործվում է ինչպես ժողովրդական, այնպես էլ ավանդական բժշկության ու դիետոլոգիայի մեջ։ Եվ վերջով շատ համեղ է, իսկապես ես շատ եմ սիրում, բայց էլի օրինակ անվերջ կարող եմ ուտել, բայց ես երեքի անվերջ չի կարելի ուտել, պետք է վերջացնել օրերից Եվ չմոռանանք, թե ինչ արժի հապալասը գո։ Այո, դա է միգուցե այն խնդիրը, որ անվերջ չես կարող ուտել։ Միակ արգելակը։ Տեսեք, որ մտածում եմ մեր մասին։ Ապրենք առողջ, գնացինք։ Վերադարձանք գոլուբիկայի մասին կամ հալապարսի մասին։ Հալապարս, հայերեն ինչպես է։ Հապալաս։ Հապալաս, հալապարսը բնակավայր է։ Իսկ դու ես եմ ծխալվում։ Գոլուբիկա, իսկապես համեղ եւ թանկ եւ համեղ։ Տեսակ շատ թանկ։ Հիմա խոսենք մի կենդանու մասին, որ շատ է սիրում, օրինակ գոլուբիկա, բայց նա չի գնում այն։ Հանքավանի հյուրանոցում ապօրինի պահվող գոշ արջը տեղափոխվել է վայրի կենդանիների խնամքի կենտրոն։ Այս մասին հայտնել են բնապահպանական տեսչությունից։ Իրավախախտի նկատմամբ կիրառվել են պատասխանատվություն։ Հիմա վայրի բնության մեջ արջերին հանդիպելու ամենաակտիվ շրջանն է։ Առհասարակ այս սեզոնին մարդիկ ու վայրի կենդանիները հաճախ են խախտում մեկը մյուսի տարածքը։ Մեր տաղավարում է Անդրանիկ Գյոնջյանը, ում հետ այսօր կզրուցենք հենց այս թեմաների շուրջ, կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող։ Հասկանանք, թե ինչպես ենք հանդիպելու արջերին եւ առհասարակ որտեղ կարող ենք հանդիպել արջերին։ Արջերին կարող ենք հանդիպել Հայաստանի տարածքի մեծ մասում, հա, բնականաբար վայրի կենսամիջավայրերի մասն է խոսքը, բայց առավել հաճախ հնարավոր է հանդիպել Վայոց ձորի մարզում, որտեղ այսպես ասեմ, ամենամեծ հավանականությունն է արջերին հանդիպելու։ Ընդհանրապես արջերը տարածված են Հայաստանի տարածքի գրեթե ողջ տարածքում, բացառությամբ Արարատյան մարզի, Արարատյան դաշտի, որտեղ որ անտառ եւ սարեր կա, կարծես թե ամենտեղ։ Այդ վերջի տարիներին ավելի ընդլայնվել է իր տարածման արեալը։ Շատացել է։ Նույնիսկ հանդիպում, այո, Շիրակում են արդեն սկսել հանդիպել, Արագածոտնի արդեն արևմտյան հատվածներում են հանդիպում, նաեւ մի խոսքով շատացել են, կարելի ասել ավելի կայունացել է պոպուլյացիայի վիճակը, այսպես Այս պահին արջերը քոթոտների հետ են։ Այո։ Սա ավելի վտանգավոր է, թե ընդհակառակ մայրիկները ավելի բարի են, քանի որ արջերը ընդհանուր առմամբ մինչև 2 տարի պահում են իրենց քոթոտներին, եւ իհարկե, երբ որ քոթոտների հետ են լինում մայրերը, ոչ թե վտանգավոր, նրանք ավելի զգուշավոր են լինում եւ լինում են դեպքեր, երբ որ քոթոտների հետ մայրերին հանդիպումը կարող է վտանգավոր լինել, քանի որ կենդանին ուղղակի ուզենալու է պաշտպանել իր ձակերին եւ մի փոքր ավելի ագրեսիվ լինի, բայց դա ոչ թե ինքը նախահարցակ է լինելու, դա գալու է նրանից, որ ընդհանրապես կենդանական բնազդներն են մայրերը։ Ուզում է պաշտպանի, ինչպես որ մենք ենք մեր երեխաներին ուզում պաշտպանել։ Բայց ենթադրենք մենք հանդիպել ենք արջերին, հա, ինչ պիտի մարդն անի այդ պահին առաջնահերթ։ Բարի առաջ։ Այսինքն փախնելն է ճիշտ, մի պահ այսպես կանգնելն է ճիշտ, թե պետք է զանգել այն օրինակ։ Զանգել։ Իրականում չէ, եթե հանդիպել ենք վայրի բնության մեջ արջին, Ես պատկերացրել մի րոպե արջ, մի րոպե զանգեմ։ Ընդհանրապես կտրուկ ոչ մի բան պետք չի անել։ Թուլանալ է պետք է ուղղակի։ Պետք է սթափ գնահատել իրավիճակը, հասկանալ ձեր հեռավորությունը կենթանուց, ամեն դեպքում նորից կտրուկ ոչինչ չեք անում, մեջքով չեք շրջվում, չեք վազում։ Չի գալի փախնել։ Այո, կենթանին կարող է այդ ամեն ինչին հակառակ ռեակցիա տալ։ Պետք է աշխատենք նայենք աչքերի մեջ։ Եվ հնարավորինս հետ քայլելով, երբեմն շրջվելով, նայելով իհարկե, որպեսզի չընկնենք։ Կարող է շրջափակման մեջ ես։ Քիչ հեռանալ այդ տարածքից
Ընդհանուր առմամբ արջերը նախահարցակ չեն լինում գրեթե 99% դեպքերում։ Պետք է հասկանանք, որ արջերն են մեզանից վախենում կամ այլ ավելի շատ են վախենում, քան մենք իրենց։ Եթե կենդանին վիրավոր չի կամ ինչ որ խնդիրներ չունի առողջական, այլ կարող է հիվանդ լինել եւ այլն, եւ եթե շատ մոտ դիստանցիայի վրա չի ձագերով, ինքը նախահարցակ չի լինել, որովհետեւ մարդը չի դիտարկվում իր կողմից որպես ծնունդ, հա, այսպես ասեմ, ոչ էլ դիտարկվում որպես այդ պահին կոնկուրենտ, հա, մարդը իրեն։ Ընդհանուր առմամբ կտրուկ ոչինչ չենք անում, քիչ-քիչ հեռանում ենք եւ ինքն էլ իր ճանապարհը կփոխի, ընդհանրապես երբ որ արջը մարդուն տեսնում է կամ զգում է, ինքն է փորձում հեռանալ տարածքից, կենդանիները ընդհանրապես մարդուն խուսափում են, որովհետև մարդն է իրենց համար ամենամեծ վտանգը։ Եվ առհասարակ ինձ թվում է բնության ամենամեծ վտանգը մարդն է։ Լավ, խոսեցինք արջերից։ Այս սեզոնին մարդիկ շատ հաճախ են գնում անտառներ, միգուցե բացօթյա վայրեր, հա։ Էլ ինչ կենդանիներ կան, որոնցից պետք է մի փոքր զգուշանալ այս սեզոնին։ Կամ ում կարող ենք հանդիպել։ Լավ հարցեր։ Այս սեզոնին չէ, հիմա լուլու ինչ։ Այդ այն չուբուրաշկա այդտեղը հիմա այն մյուս կենթանին է։ Լուլու բաբա։ Չէ, մի րոպե բյով է սկսվում։ Չէ, բյով է սկսվում։ Նապաստակի տիպի կենթան։ Հա, այդ խաղալիք է, չէ, հասկանալ։ Լաբուբու, դերն ես որ մարդ գիտականը։ Լաբուբուներից պետք է վախենալ։ Բյով է սկսում։ Գոկար մեջը։ Իրականում այսօր մենք բոլորս տառապում ենք այդ հարցը, որովհետև բոլոր երեխաները ուզում են լաբուբուի խաղալ եւ այլն։ Այս վերջերս Facebook-ով ես էլ ինչ որ բաներ էի դիտում, տեսա որ այսպես վախեցնող տեսանյութ է։ լաբուբուն ասոցիացվում էր հին ասորական միֆոլոգիայով, ինչ որ սատանիզմը դեպի գնացող։ Բայց ինձ թվում է պետք է երկան խորանալ, ինչ որ խորհրդանշող մի կերպարի հետ եւ այլն, վստահ չեմ որ կա այդպիսի բան, բայց որ այդ չինացին դրա մասին մտածել է, հատուկ արտադրել է եւ այլն։ Անցնենք մեր լաբուբուներին, ինչ կենթաներ կարող ենք հանդիպել։ Այս սեզոնին ընդհանրապես բնության մեջ հայտնվելու ժամանակ հարկավոր է մի փոքր ավելի զգոն եւ ուշադիր լինել, հիմնականում այն կենթանիները, որոնք որ օրինակ սողուններից օձերը, պետք է ավելի զգուշանալ, ավելի ուշադիր լինել, որովհետև տաք սեզոնը արդեն եւ կենդանիները բավականին ակտիվ են, մասնավորապես օձերը, պետք է առաջի հերթին ոտքերի տակ միշտ ուշադիր նայել։ Երկրորդ, չնայած որ օձերը միշտ մեզ զգուշացնում են եւ միշտ խուսափում են մարդուց, իրանք շատ արագ այդ վիբրացիաները զգում են եւ շատ արագ հեռանում են այդ տարածքից, այո։ Լինում է դեպքեր, երբ կարող է մի փոքր սառը եղանակ լինի, դե գիտեք, օձերը սառներուն կենդանիներ են, իրանց կենսագործունեությանը կապված է դրսի ջերմաստիճանից եւ այն առավոտյան, եթե մի փոքր ցուրտ եղանակ լինի, կարող է փոքր ավելի զգայունությունը ցածր լինի, ավելի пассив լինեն եւ չզգան ձեր մոտենալը կամ նույնիսկ չհասցնեն այդ տարածքից հեռանալ։ Դրա համար պետք է հնարավորինս, եթե ինչ-որ մի տեղ կա, որ կասկածում եք կամ ինչ-որ լավ չի երևում այդ տարածքը, բնության մեջ քայլերից, արշավների ժամանակ եւ այլն, անպայման ունենալ ձեռքին ինչ-որ մի գործիք, փայտ եւ այլն եւ մեկ-մեկ փորձել այդ թփերին, քարերին եւ այլն, հնարավորինս շատ աղմուկ եւ վիբրացիաներ անել, որպեսզի կենդանիները զգան ձեր ներկայությունը եւ խուսափեն այդ տարածքից հեռանան։ Իրանք բոլորը ձեզ զգուշացնում են, եթե նույնիսկ շատ պատահական մոտ տարածքի վրա եք ֆշացնում են, նույնիսկ կարող է շատ մոտիկ լինեք, երբեմն փորձեն իմիտացիա անեն, որ հարվածում են, բայց որ փորձում են գծեն, որտեղ իրանց այսպես ասեմ, իրանք նպատակ չունեն ավելորդ տեղը վնասվելու, ավելորդ տեղը վնասելու իրենց ատամները, թույն ծախսելու, այո, որտեղ այդ ամբողջը իրանց օրգանիզմից է դուրս գալի։ Իսկ ենթադրենք Աստված չարացե, բայց դեպքը եղել է, կծել են օրինակ, ինչ պետք է մարդն անի առաջնահերթ։ Եթե խոցի խայթոց է եղել, առաջի բանը, որ մարդ պետք է անի, նախ պետք է պանիկայի մեջ չընկնի, հանգիստ նստել այդ պահին կամ պառկել, փորձել նայել, հասկանալ, չեմ կարծում որ բոլորի մոտ դա կստացվի, բայց ամեն դեպքում, եթե թունավորոց է խայթում, միշտ երկու ատամի տեղերը հստակ երևում է։
Իսկ եթե երկուսը չի երևում, այսինքն իսկ եթե թունավոր շատ չի, են այդ անցքերը, թունավոր չի, որտեվ թունավոր օձեր Կա տարբերակ, որ մի ատամը կոտրվել է օրինակ։ Բայց շատ քիչ դեպքերում է։ Հա, դա հազվադեպ բան։ Ամեն դեպքում պետք է հանգիստ լինել, եթե նույնիսկ չեք տեսել ինչ օձ է, չգիտեք, հա, կան մի տարբերող ուրեմն բազմաթիվ նշաններ, որոնցով հնարավոր է թունավոր եւ ոչ թունավոր օձերին տարբերել։ Եվ քանի որ մենք հիմա եթերում եմ, փորձեմ մի քանիսը դրանցից թվարկեմ, միգուցե մարդկանց համար եւս օգտակար լինի։ Առաջի հերթին Հայաստանում տարածված օձերի մասին է խոսքը։ Թունավոր մեր երկրում տարածված բոլոր թունավոր օձերի ուրեմն աչքի բիբը ամբողջությամբ ուղիղ է, կատուների նման է։ Հիշեցի։ Այնտեղ բացառություն է կազմում մենակ կատվոցը, որի բիբը եւս սուր է, բայց ինքը թունավոր չի, չնայած թունավոր է իր հետին ատամը, բայց մարդու համար վտանգավոր չի։ Հերո է դա բավական։ Այդ առաջի բանը։ Երկրորդը բոլոր մեր մոտի թունավոր օձերի գլուխը եռանկյունաձև կամ ռոմբաձև է, այսինքն հստակ այդ անջատվում է մարմնի, տարանջատվում է մարմնից։ Անթույններինը գալիս է սահուն, այո, միանում է գլխին եւ պոչերը։ Պոչը թունավորներինը մարմինը գալիս է բավականին լայն, հա, եւ կտրուկ նեղանում է։ Ոչ թունավորներինը շատ սահուն կերպով բարակ երկար պոչեր ունեն։ Կան տեսակներ, որոնք իմիտացիա են անում թունավորների, օրինակ այնտեղ կապարակույն սահնոցը կարող է շատ հաճախ մարդիկ շփոթում են օրինակ գյուրզայի հետ, հա, երբեմն, որովհետեւ շատ նման է։ Այդ բնության մեջ այդ մեկը մյուսին նմանակելու բանը շատ տարածված է, հա, շատ հաճախ տեղնափորիկ են մարդիկ տեսնում, որը անվոտ մողեսնա, բայց խառնում են օձերի հետ։ Շատ հաճախ է լինում, այդ հայերի ասած լորդի կամ լորդու այդպես են ասում։ Իսկ կարիճի մասին ինչ կասեք։ Կարիճները մենք ունենք մեր մոտ մարդու կյանքի համար կարող է որոշակի վտանգ ներկայացնել սև կարիճը, հաստապոչ կարիճը, որը հիմնականում ավելի կիսաանապատային գոտիներում է տարածված արմավի, Արարատի ցածրադիր մարզի ցածրադիր գոտիներում, պետք է զգուշանալ, ձեռք չտալ, ու դեղին կարիճները եւս թունավոր են, մեր մոտ որ կան, սակայն մարդու կյանքի համար վտանգ չեն, եթե ալերգիկ չեն, իհարկե, եթե մարդը ալերգիկ է, մեղվի խայթոցից էլ կարող է ընկնի շոկի մեջ էլի, կամ նույնիսկ մարդու կյանքին ռեալ վտանգ սպառնա դա։ Այսպես, օձերի խայթոցների ժամանակ ամենակարևորը փորձել, եթե կա կապի միջոց, միանգամից զանգահարել, ուրեմն շտապ օգնություն կամ այն, եթե հնարավոր է, հա։ Խայթոցից հետո կարելի է որպես առաջին օգնություն, հա, եթե թունավոր օձ է խայթել, այդ պահին հնարավորինս ծծել, քաշել այդ թույնը, հա, եթե իհարկե բերանի խոռոչում չունենք, բաց վերքեր եւ այլն եւ այլն։ Վնասված ատամ, այո, ժգուտներ են դնում, դա կատեգորիկ չի կարելի։ Չի կարելի կանգնեցնել արյունը։ Ոչինչ չի կարելի ավելորդ անել։ Հնարավորինս շատ օգտագործել հեղուկներ բացառությամբ ալկոհոլայինից։ Հանգիստ պարկել, որովհետև երբ որ սկսում եք անհանգի շարժումներ, այո, այդ ժամանակ արդեն արյան շրջանառությունը ավելանում է, բնականաբար թույնի տարածումը ավելանում է, արագանում է, ու այդ ամեն ինչը միանշանակ բացասական է ազդում։ Ամենակարևորը պանիկայի մեջ չենք ընկնում, աշխատում ենք կապ հաստատել, գնալ, ոչինչ չի կարելի, պետք է անշարժ պարկել, եթե կա հեղուկ խմել, զանգահարել այդ պահին, հա, ինչ որ դրա համար ընդհանրապես դաշտ գնալուց ցանկալի չի, որ մենակ գնալ, նույնիսկ մենք որ շատ հաճախ գնում ենք իտարժարների բան, եզակի հազվագյուտ դեպքերում կարող է լինի, որ ինչ որ մեկը մենակով գնա, հա, գոնե արակից տարածքում կամ ձորակում ինչ որ էլի կոլեգա պետք է լինի, որոնք որ լսել են անգամ կոլեգաների հետ կամ պետք է գնալ։ Լավ, եկեք նաև խոսենք այս ապօրինի պահվող արջի մասին, որը կարծես թե արդեն վերադարձվել է բնությանը, սա ինչ դեպք էր եւ ինչպես էր սա ստացվել։ Բնությանը չի վերադարձվել, վերադարձել է վայրի կենդանիների, եթե չեմ սխալվում, ապաստարանը։ Բնության չի կարող վերադառնալ, որովհետեւ այդ կենդանիները, որոնք երկարատև պահվում են անազատության մեջ, իրանք ամաշխարհային պրակտիկայում չկա տենց բան, էլի, որ այդ կենդանիներին հետ վերադարձնեն բնություն։ Բացառություն են կազմում եզակի դեպքեր, երբ որ շատ կարճ ժամանակահատված կենդանիները ինչ-ինչ պատճառներով հայտնվել են անազատության մեջ, չէ, ավելի փոքր տարիքում, այն էլ կարճ ժամանակահատված, կարող է եթե այնտեղ մասնագետները նայեն, որ նոր հնարավոր լինի ասենք բաց թողել վայրի բնություն այդ կենդանուն հետ վերադարձնել, հա, օրինակ տենց դեպք Հայաստանում եղել էր նախանցած տարի
մորը ինչ-ինչ պատճառով սպանել էին, դե փոքրիկ ձագերը հայտնվել էին խոցելի վիճակում եւ վայրի բնության մշակութային արժեքների հիմնադրամը տեղափոխել էր իրենց արջերի ապաստարան, որից հետո մենք բավականին երկար ուրեմն մոնիտորինգ արեցինք եւ որոշեցինք, որ այդ կենդանիներին փորձնական արբանյակային տվիչները անպայման ֆիքսած, բաց թողենք վայրի բնություն, այն տարածք, որտեղից նրանց գտել էին, եւ սա պիլոտային գիտական ծրագիր էր, որը նաեւ այժմ շարունակվում է եւ այդ տրեքինգի միջոցով մենք փորձում ենք հասկանալ կարող են նրանք այդ որոշակի ժամանակ անազատության մեջ անցկացնելուց հետո նորից ուրեմն շարունակել նորմալ կենսակերպը վայրի բնության մեջ դե քանի որ դա կարճ է տևել այդ process-ը ներկայումս նրանք բավականին լավ են առողջ վիճակում են մենք հետևում ենք նրանց որպեսզի խուսափենք այլ խնդիրներից այսինքն նորից չստացվի որ կան մարդկային բնակավայր եւ այլն քանի Նաև շատ կարևոր է թե անազատության մեջ ինչպիսի պայմաններում են պահվել, որովհետև կան կիսազատ, լրիվ անազատ պայմաններ, կա հստակ մեթոդաբանություն, տարածքի չափեր, եթե դու կիսազատ պայմաններում ես պահում, ինչ մեթոդաբանություն պետք է կիրառես այդտեղ եւ այլ ինչ տարածք պետք է ունենաս, մի խոսքով այս մեր ծրագիրը բավականին հետաքրքիր է եւ սա մեզ հնարավորություն կտա հետագայում նաեւ հասկանալու կամ բացառելու կամ թույլատրելու նմանատիպ ուրեմն կարճատև նորից եմ կրկնում անազատության մեջ գտնվող արջերին նորից հետ վերադարձնելու Բայց այս գորշ արջուկի պատմությունն ինչպես էր եղել, որտեղ գիտենք, որ պատասխանատվության են ենթարկվել, հա, մարդիկ ովքեր որ Տեսական մարմինը այցելել այնտեղ, այդ արջին ուրեմն կոնֆիսկացրել են, տեղափոխել են հատուկ ուրեմն այդ արջերի պահման կենտրոն եւ բնականաբար քանի որ չի եղել այդ հատուկ թույլատրությունը, այսինքն անօրեն է եղել եւ բնականաբար կարծում եմ արդեն տեսական մարմինը Իսկ հատուկ թույլատրություն ինչ է կա այդպես թույլատրություն որ արջին քանի որ արջերը գտնվում են վայրի բնության գտնվում են գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում եւ այդ կենթայիների պահելու համար ընդհանրապես թույլատրություն չկա այդպեսին, հա, սակայն կառավարությունը ոնց որ հնարավորություններ տվեն բոլոր անձանց, ովքեր որ ինչ պատճառներով ժամանակին ունեցել են ինչ-որ արջեր, այո, ամնիստիա են արել, որ գան ներկայացնեն փաստաթղթերը եւ դրանից հետո կա հատուկ հանձնաժողով, որը որոշում կկայացներ թույլատրել այդ կենթայիներին հետագա պահելը, թե կոնֆիսկացնել, քանի որ այստեղ նայեք կան բազմաթիվ ուրեմն անձինք, որոնք որ երկար ժամանակ դեռևս, չգիտեմ, հետխորհրդային ստրուկական ժամանակաշրջանից տարբեր արջեր ունեցել եւ պահել են եւ պահում են։ Նու հիմա կոնֆիսկացնել այդ քանին ու ինչ որ միտեղ տանելն էլ հեշտ process չի եւ որպեսզի այդ ամեն ինչը կարողանանք վերհանել, բերել օրինական դաշտ եւ հասկանալ ընդհանրապես ինչքան կան այդպիսի կենթանիներ, ինչ վիճակում են գտնվում եւ այլն, նախարարությունը տվել է այդ հնարավորությունը։ Ընդհանրապես մեր երկրում կան այդպիսի կենթանիներ, որոնք որ կարմիր գրքում չեն, հայկական եւ կարելի է նրանց, չգիտեմ, անազատության մեջ պահել։ Մեր երկրում կան տարբեր կենթանիներ, որոնք այո գրանցված չեն կարմիր գրքում, դրանց պահելու համար հատուկ թույլատրություն է պետք, այդ կենթանիների դրա համար կա հստակ ընթացակարգ, ու երկար process է։ Իսկ որ կենթանին։ Դա հիմնականում թույլատրվում է գիտական նպատակներով, պահելու, գիտական նպատակներ բարձր, Բայց ոչ սովորական մարդ սեփական տան է ենթարկել, չէ՞։ Նայեք, կան տեսակներ, որոնք եթե մարդ երկարատև պահել է, բուծել է, ունեցել է, կարելի է այդ մարդկանց այնտեղ բավականին բարդ գործընթացներ է, էլի։ Բայց օրինակ ինչ կենթանու մասին կարող Հիմնականում թույլատրվում է պահել են բոլոր էկզոտիկ տեսակները, որոնք որ Հայաստան չեն բնության, այո։ Այսինքն կոկորդիլոս, որովհետև բնության մեջ մեր բնության մեջ եղած կենթանիներին տան պայմաններում պահելը, բազմացնելը առանց հատուկ նպատակի կամ թույլատրության կարող է հետագայում բավականին խնդիրների առաջ կանգնենք, քանի որ այնտեղ կա այդ կենթանիներին տանը պահելու բազմացնելու ինբրիդինգի հարցեր, հետո այդ կենթանիները բնության մեջ հայտնվեն, ինչ խնդիրներ կարող է բնության մեջ առաջանալ եւ այլն։ Տարբեր, նայած կարող է ներազգակցական բուծման հետևանքով այդ ինբրիդինգի արդյունքում արդեն թերի առանձնյակները բնության մեջ, նաեւ խեղեն պոպուլյացիաների վիճակը եւ այլն եւ այլն։ Բազմաթիվ պատճառներ կան։ Աշխատեք չզբաղվել այդպիսի գործունեությամբ։ Այո, իսկապես։ Թող կենթանիները ապրեն բնության մեջ։ Ինչ վիճակում է առհասարակ այսօր մեր
վայրի բնության կենդանիները ինչ վիճակում են եւ եթե օրինակ չգիտեմ 10 բալով փորձենք 10-ից ինչքան։ Այդպեսի բալային գնահատական տալը մի փոքր բարդ է, որովհետև նայած ինչի հետ ենք համեմատում։ Համեմատում ենք նրա հետ ինչեր մի քանի տարի առաջ։ Այո, ներկայում շատ ավելի լավ վիճակում են, քան, չգիտեմ, 15-20 տարի առաջ, բավականին լավ է մեր վայրի բնության վիճակը, պետք է նշեմ, որ բավականին լավ բնապահպանությունը Հայաստանում այսօր ի զարմանս բոլորիս իրականացվում, որովհետև շատերի համար դա շատերին թվում է, որ Հայաստանում այ ապօրինի եւ այլն բնությունը վատ վիճակում է։ Ես գրեթե 20 տարի այս ոլորտում աշխատում եմ եւ այդ 20 տարիների ընթացքում մենք տարբեր մշտադիտարկման աշխատանքներ են վայրի բնության մեջ իրականացնում եւ այս վերջի երևի մի 10 տարուց մի փոքր միգուցե ավել է, որ բավականին դրական տենդենս է եւ այդ տենդենսը աճում է անընդհատ։ Սա նորից եմ ասում, Հայաստանում բավականին բարձր մակարդակի իրականացվող բնապահպանություն ունենք եւ պետական մակարդակով եւ մասնավոր սեկտորի կողմից իրականացվող, գիտեք, որ ստեղծվել են նաեւ Հայաստանում տարբեր ուրեմն համայնքային պահպանվող տարածքներ կամ որոշ մասնավոր պահպանվող տարածքներ, այս ամեն ինչը էապես նպաստել է Հայաստանում բնապահպանության ուրեմն մակարդակի բարձրացմանը եւ նույնիսկ ես իմ անձնական դիտարկումներն եմ ասում, այս մարդ-արջ կոնֆլիկտը երբեմն, որը Վայոց ձորում մի փոքր ավելացել է, դա նաև հետևանք է, ոչ թե կոնֆլիկտն ավելացել, կենդանիների պոպուլյացիաների վիճակն է շատ, այսինքն եկել է բնականին մոտ է, հասել է այն վիճակին, քանի որ առաջներում, երբ որ այդ նմանատիպ խնդիրները լուծվում էին, չգիտեմ, ներքին կարգով այդ կենդանիներին ֆիզիկապես ոչնչացնելու ճանապարհով, այսօր բնապահպանությունը, քանի որ բավականին ուժեղ է, մարդիկ ուղղակի վախենում են ապօրինի որսի կատարելուց եւ դա էլ նաեւ հետևանք է երկրորդային որպես բերում, քանի որ այդ նույն արջերը իրենք էլ են հասկանում, որ վտանգ չկա իրանց համար, այդ տարածքներ թափանցելուց իրենց վրա ոչ ոք չի կրակելու, բնականաբար իրենք նախընտրում են ավելի բարձր որակով սնունդ, հա, այսպես ասեմ, բայց իհարկե դա չի նշանակում, որ պետք է կենդանիներին ոչնչացնել, բայց մարդիկ էլ պետք է հասկանան, որ այդ կրակելու փոխարեն կան ուրիշ միջոցներ, օրինակ էլեկտրական հովիվներ, որոնք որ որոշակի հոսանք են պարունակում, հա, երբ որ կենդանի կպնում է ցավ ազգում, բնականաբար 1-2 չի գալի եւ պետք է նշեմ, որ այս վերջի նամանավանդ այս վերջի մի տարին ուրեմն այդ էլեկտրական հովիվները բավականին լայնորեն սկսեցին կիրառվել Վայոց ձորում, ճիշտ է, ցավոք բոլորին հասանելի չի այս պահին, բայց տարբեր միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ փորձում են ուրեմն օգնել, հա, այդ տուժած բնակիչներին, տրամադրելով էլեկտրական հովիվներ, մի մասը ժողովրդի իրենք են գնում, մի մասն էլ ընթացքի մեջ է, տեսնենք ինչպես կլինի, դա բավականին ուրեմն նպաստել է այդ մարդ-արջ կոնֆլիկտի ուրեմն մեղմանը եւ եթե մենք կարողանանք մի փոքր էլ պետական մակարդակով ավելի շատ աջակցենք բնակչությանը կամ ինչ որ մի հետաքրքիր ուրեմն լուծում մտածենք այս ամեն ինչի իրականացման համար, շատ ավելի դրական ռեզուլտատ կունենանք մի քանի տարվա կտրվածքով, հա։ Իսկ գայլերը եւ հովիվները իրենց գառերով, ոչխարերով այդ խնդիրը Գայլերի խնդիրը եւս ակտուալ է, քանի որ հաճախակի են լինում գայլերի հարձակումներ, ի տարբերություն արջերի գայլերը շատ ավելի հաճախ ուրեմն վայրի բնության մեջ են լինում, չնայած արջերի հարձակումներն են լինում վայրի, բայց բավականին ցածր տոկոս ունի, հա, ընդհանուր հարձակում։ Իսկ գայլերը դա գիտեք, որ ուրեմն թիրախը, եթե արջերի մոտ հիմնականում ուրեմն միրգն է, մեղրը եւ այլն, գայլերի մոտ հակառակը նրանք ավելի գիշատիչ վարք են դրսևորում եւ սննդի ռացիոնի մեջ ավելի շատ են օգտագործում ուրեմն միսը, հա, այսպես ասեմ, դրա համար գայլերի հարձակումները հիմնականում թիրախավորում են ոչխարներին, հա, ընդհանրապես անասնաբուծությանը եւ անասնապահությանը, իսկ բնության մեջ այդ կենդանիներին առանձնացնել, հա, եթե մենք այստեղ ունենք այգիների դեպքում էլեկտրական հովիվներ, բնության մեջ շատ ավելի խնդրահարույց է, այստեղ շատ կարեւոր է մի քանի հովաշների պահելը, հա, այսպես ասեմ, ավելի ուշադիր ու զգոն լինելը,
Իհարկե ամբողջությամբ բացառել չի կարելի այդ հարցակումները, դա Ուզում ասեմ այդ գայլերի քանակն էլ է արդեն այնքան, որ գայլերի, այսպես ասեմ, եւ գայլերի եւ արջերի, մասնավորապես գայլերի ընդհանուր հաշվառում չի արվել։ Հիմա մենք պատրաստվում ենք դիմենք դրամաշնորհի այս ուսումնասիրությունները իրականացնելու համար մարդ-արջ եւ մարդ-գայլ կոնֆլիկտի ուսումնասիրման համար, որի համար գիտության պետական կոմիտեն հատուկ դրամաշնորհ է ուրեմն հայտարարել։ Այդ հաշվառումները իրենցից ներկայացնում են բավականին թանկարժեք եւ բարդ process են, մասնավորապես գայլերի հաշվարկը։ Ես հույս ունեմ, որ մենք կարողանանք օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, ավելի արբանյակային տվյալներ, բիգուցե եթե ստացվի ուրեմն արբանյակային տվիչներ, հիմա մենք ուրեմն ստացել ենք բավականին արդի տեխնիկա գիտական ուսումնասիրություններ իրականացնելու համար, ուրեմն ջերմատեսիլ սարքեր բավականին հզոր եւ ջերմատեսիլ սարքերով ուրեմն համալրված դրոն, ինչը հնարավորություն է տալի մի քանի տասնյակ կիլոմետր նույնիսկ միջև բաց տարածությունների վրա իրականացնել մոնիտորինգ հաշվառում, օրվա ցերեկվա ժամերին, գիշերվա ժամերին, սրանք շատ կօգնեն մեզ այդ հետագա ուսումնասիրությունները իրականացնելու համար։ Դե ինչ, մենք շատ ուրախ ենք իսկապես, որ բնությունը վերականգնվում է եւ հուսանք, որ Հայաստանը կդառնա այն գոտիներից մեկը, որտեղ որ կենդանիներ եւ մարդիկ իրար կողք կողքի կապրեն եւ համերաշխ կարգելվի որսը, արջուկները կծնվեն, կբազմանան, գայլուկները, չգիտեմ, եղջերուները եւ բոլորը կլինեն երջանիկ, գեղեցիկ եւ առողջ։ Շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ։ Ամեն անգամ ինչ որ վայր գնալու առաջ մտածեք, հնարավոր է այդտեղ արջուկ լինի, օձ կամ չգիտեմ ինչ։ Այս պահին մենք համոզված ենք օրինակ որ գովազդ է լինելու, չէ՞։ Ես էլ եմ համոզված։ Գովազդ շանթի եթե։ Վերադարձանք գովազդից եւ հարց եմ ուղում տիեզերքին, այդ լաբուբու խաղալիքը ավելի շատ տղաներին է հետաքրում, թե աղջիկներին։ Ինձ թվում է աղջիկներին գոր, որովհետեւ այն կարծես օգտագործում են որպես այսպես մի փոքրիկ աքսեսուար նաեւ պայուսակներից կախված։ Եվ ինչու ինքը այդքան հայտնի դարձավ, որովհետեւ շատ ու շատ հայտնի ինֆլուենսերներ ամերիկյան մակարդակի սկսեցին իրենց շատ ու շատ հայտնի անուններ չեմ ուզում հիմա հնչեցնել 10 եւ 20000 եվրանոց պայուսակներին ուղակի կախել այդ փոքրիկ աքսեսուարները, որոնք դարձան նրա մի փոքրիկ մասիկը եւ դա այդ պատճառը, որ այն այդքան տարածում սկսեց ունենալ ամբողջ աշխարհում։ Բայց ես գիտեմ, որ նաեւ հայտնի ֆուտբոլիստներն են բավականին դա օգտագործում։ Որպես աքսեսուար, այո, հենց դա այդ պատճառը այդքան տարածման։ Դուք ունեք լաբուբու գոր։ Ես չունեմ պայուսակ։ Դուք չունեք, սկսեք։ Հենց անգամ լաբուբու չի բրկի գոր։ Ես կարող եմ պայուսակից ապես սկսել։ Այո, ես չունեմ պայուսակ։ Ես խորհուրդ եմ տալիս շատ ու շատ հայտնի ընկերություններին, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում են հիմա գտնվում, սա շատ լավ առիթ այսօր երեկոյան գորին ուղարկել մի գեղեցիկ պայուսակ եւ ես վստահ եմ, որ գորը դա շատ գեղեցիկ անբոքսինգ է անելու։ Գոր։ Միգուցե, այո, պայուսակ Խայտարակչան եք ինձ գոր։ Այո, ես unboxing կանեմ, Ես էլ ձեզ կնվիրեմ լաբուբու։ Всё, պայմանավորվեցինք։ Եվս մեկ երազանք կատարվի։ Փաստորեն այս պահին երաժշտություն շանթի եթերում այս ընթացքում դու կարող եք մտածել, թե ով կարող է ինձ նվիրել պայուսակ։ Անգամ արդեն մտածում եմ ում կարելի այդ հարցով դիմել։ Գնացինք։ Գնացինք։ Հրաշք էր սա իսկապես խելագար միքս էր, System of a Down, Ալլա Լևոնյան, Գարիկ Պապոյան և Սոնա։ Եվս մեկ խելագար միքս մեզ շատ շուտով է սպասում, ըստ երևույթի դուք արդեն Facebook-ում տեսել եք այսպիսի գրառումներ, Զեմրա Եմ նեմրաֆիրա, տեսել ես դու։ Չէ, չեմ տեսել, իսված Սոնայի նոր երգի մասին եք ուզում խոսել։ Չէ, Սոնայի երգի մասին հիմա դուք խոսես, բայց ես ես գրառումը ուզում եմ դու Եվ դա ինչ է նշանակում այդ hashtag-ը։ Մտածիր, հələ ինչ է, օրինակ գրած է Զեմրա Նեմրան ինչ-որ մեկի հետ։ Նեմրան Զեմֆիրայից առաջ ելույթ է ունենալու։ Բա, Զեմֆիրան ընտրել է հենց
Նեմրային, այո, եւ 45 րոպե։ Բայց շատ մոտ են, ժարիտ են անելու մեր սիրելի Նեմրա բենդը։ Հետո օրեր առաջ էր Նեմրան մեծ հյուր, քանի որ նրանք էլ ունեին շատ գեղեցիկ դայնասկավառակ նոր եւ համեր, այո։ Այսպես ասած, հիմա գնում ենք առաջ եւ խոսում ենք էլի երաժշտությունից։ Շատ չենք շեղվում։ Մեր նվագարաններն է, ուրեմն հերթական ելույթ ունենան հիմա մեր նվագարանները։ Կամանչաները ելույթ կունենան։ Կամանչան հնագույն լարային գործիք է, որի ծագումը հաճախ վերագրում են Հին Հայաստանին եւ հարակից շրջաններին։ Այն օգտագործվում է տարբեր երաժշտական ժանրերում, դասական եւ ժողովրդականից մինչեւ ժամանակակից երաժշտություն։ Հայկական ազգային երաժշտության պատմության մեջ ամենահայտնի կամանչահարը եղել է Սայաթ Նովան, ով նպաստել է գործիքի հանրաճանաչությանը եւ էվոլյուցիային։ Հայ համաշխարհային երաժշտության մեջ դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Միջալ ես որ փոքր էի, մտածում եմ որ Սայաթ Նովայի ֆոտոն, այնքան փոքր էր որ չի հասկանում, այնքան ֆոտոն չկար, կամանչահար էր, չէ՞, որտեղ ամեն տեղն է պատկերում են, այտենց պատկերացնում են որ այդպես է, իսկ հիմա արհեստական բանականությունը հենց այդպես է ներկայացնում է Սայաթ Նովային։ Տեսել ես փոքրիկ տղայից որ նա մեծանում է եւ վերջում դառնում է արդեն կամանչահար։ Եվ վերջը գնանք եւ ուսումնասիրենք մեր կամանչան Սայաթ Նովա ականջիդ կանչի։ Ահա եւ մեր կամանչան իսկապես շատ գեղեցիկ երաժշտական գործիք է, թե վիզուալ, թե իհարկե լսուալ, վիզուալ եւ լսուալ։ Շատ լավ բառ էր, նորություններ։ Ինչ է։ Լսուալը։ Լսուալ, այո, ես նաեւ հայոց լեզուն հարստացնում եմ։ Չգիտեմ ինչքանով է դա ինձ մտածում։ Ինչ շատ դուր է գալիս։ Մենք անցնենք առաջ եւ խոսենք այս մայրցամաքը Աֆրիկան անվանել են հին հռոմեացիները տեղաբնիկ Աֆրիկ ցեղի անունով։ Լսի, բայց վիճելի է, որտեղ իրականում Աֆրիկա բառը ունի հունական ծագում եւ հույները, երբ որ տեսել են առաջին անգամ Աֆրիկան, տեսել են այն փրփուրի ետևում։ Այսինքն այդ ալիքները այդ սպիտակ փրփուրով խփել են, Աֆրոս նշանակում է փրփուր եւ Աֆրոդիտե անունը օրինակ նշանակում է ռուսերենից թարգմանաբար, то есть հունարենից ռուսերեն пенарождённое, այսինքն ծնված փրփուրից ծնվածը։ Կա դրա շատ գեղեցիկ պատմությունը, բայց 18+ է, հետո առանձին ես կպատմեմ, ինչի է նա փրփուրից ծնվել։ Վերջը, այդ իսկ պատճառով ըստ երևույթի ավելի շատ ինձ մոտիկ է ավելի այդ հունական Ըստ զբաղեցրած տարածքի Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է։ Եվրասիայից հետո մեր առավոտյան պտույտն աշխարհի շուրջ դեպի ամենագեղեցիկ ու ամենատարածված աշխարհամասով ենք գնում դեպի։ Գնում ենք դեպի այն տարածքը, որը որ ինչպես Գորը նշեց, ինչպես են անվանում Գոր։ Փրփրի ետևում։ Բայց կարծես թե տարբերակները մեկ այլ են։ Արի դիտենք տեսանյութը եւ տեսնենք թե մենք ինչ նոր բացահայտումներ ունենք։ Գնանք եւ բացահայտենք Աֆրիկան։ Վերադարձանք մարդկության բնորանից Աֆրիկայից, Նելից դա իհարկե այդքան չի զգացվում, բայց որ ես Աֆրիկայից եմ վերադարձել։ Դու չէ, մեր նախա պապերը եւ պապերը։ Բայց դու գիտես չէ, որ ես ներկված բլոնդ եմ։ Հա, բայց միևնույն է, ես անգամ չներկված վիճակում ավելի նման եմ Մարտակապիկին կարելի ասել։ Հա, ինչու ոչ։ Լավ, հիմա անցնենք առաջ եւ խոսենք։ Ես մեկ հաղորդում նվիրելու եմ ձեր մեծարմանը, խոսք եմ տալիս, անպայման։ Այն բառը ոնց էր։ Կնամեծար։ Այդ բառը հատուկ ձեր համար է ստեղծված, Գոր, հատուկ։ Անցնենք առաջ եւ խոսենք այն մասին, որ հատկապես այս սեզոնին բոլոր տնային տնտեսուհիների համար առաջ է գալիս այս միտքը, թե ինչպես անել մաքրությունը, որպեսզի այն շատ ժամանակ չխլի, բայց արդյունքը լինի կատարյալ։ Իհարկե շատ կարեւոր է մաքրության հերթականությունը, որը պահպանելու դեպքում կունենաք շողշողուն բնակարան։ Առաջարկող տեսանյութը մեզ կներկայացնի հենց այդ փոքրիկ գաղտնիքները։ Փաստորեն ինչպես կարելի է մաքուր պահել տունը այնպես անել, որ այն շուտ չկեղտոտվի։ Սա մի հարց է, որ բոլոր տան տնտեսուհիներին հուզում է Գոր։ Սա ձեզ չի վերաբերվում, բայց վստահ եմ, որ ձեր կինը շատ հետաքրքիր նայելու է, ուշով հետևելու է այս տեսանյութին։ Լավ, գնացինք, ինձ է հետաքրքրեց, գնացինք։
Վերադարձանք եւ հասկացանք, որ առանց բռի տղամարդու ուժից հնարավոր չէ այդ ամեն ինչ անել, որտեվ չէ որ սառնարանը պետք է տղամարդը քաշի այս կողմ, վերջը ահագին օգնեցին կանանց տղամարդիկ։ Համենայնիվ մտքերում ահագին օգնեցին։ Ինչ եք իմանելու գո։ Հաշտվեք այն մտքի հետ, որ պետք է օգնել իրար։ Գովազ շանթի։ Օգնենք, որ չհոգնենք։ Այո։ Կամ այո, որ չհոգնենք։ Գովաստ, որ չհոգնենք։ Վերադարձանք գովազդից, գովազդի ընթացքում ես հետաքրքիր փաստ իմացա Անժելա Սարաֆյանը դերասանուհին հոլիվուդյան նկարահանվել է մեկ ֆիլմում, իր այս պահին վերջին ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է Սուպերմենի մայրիկին, այսինքն Սուպերմենն էլ է հայ։ Այո։ Մամայի Սուպերմենի հայ մայրիկին։ Սուպերմենյան դարձավ։ Տեսնում եք։ Անցնենք առաջ եւ ներկայացնենք այն ֆենոմենը, որի մասին այսօր խոսելու ենք, մեր հաջորդ հերոսի համար կան հետաքրքիր մի քանի փաստեր։ 40 տարի է նա երթևեկում է մոտոցիկլետով, տարբեր ֆիլմերում նրա մարմնավորած տարբեր կերպարները հիմնականում երկու անուն ունեն՝ Ֆրանսուଆ Պերեն եւ Ֆրանսուଆ Պինյոն։ Առաջին մեծ դերը խաղացել է 30 տարեկանում Երջանիկ Ալեքսանդրը ֆիլմում։ Այո, դուք ճիշտ եք կրահում, մեր հաջորդ տեսանյութը պատմելու է ֆրանսիացի դերասան Պիեր Ռիշարի ֆենոմենի մասին։ Որը որ մինչև հիմա նկարահանվում է եւ մինչև հիմա ուրախացնում է շատ ու շատերի ուրեմն սիրելի անկնդերներին։ Դե ինչ, բացահայտենք Պիեր Ռիշարի ֆենոմենը։ Կենթան է, չէ՞ Պիեր Ռիշարը։ Բայց քանի տարեկան կլինի։ Արի այս ընթացքում մենք էլ հետազոտենք։ Լավ, գնանք բացահայտենք ֆենոմենը, ֆենոմենից հետո կասենք հստակ քանի տարեկան է նա այս պահին։ Արձաբանեցինք, որ գանգրահեր ճերմակ այս դերասանը, պապիկը մի քանի օրից կդառնա 90 տարեկան։ 90 տարեկան եւ նա դեռ նկարահանվում է։ Հիանալի։ Երկար տարիների կյանք եւ յուրաքանչյուրս երնեք այդ տարիքում այդքան հավես նկարահանենք եւ ամեն ինչ ունենանք։ Հուսամ, որ ես 90 տարեկանում կտեսնեմ այստեղ նստած ձեզ գո։ Ինձ դու իրոք որ Նելին 90 լինեք գոր, չէ՞ որ ես 90 լինեմ։ Նելին 90 ես արդեն 100 անց պետք է լինեմ։ Լավ, Գովազդ շանթի եթերում կապ չունի դուք քանի տարեկան եք, միշտ մեր գովազդը փոքրերին մեծացնում է, մեծերին փոքրացնում է։ Մնացեք մեզ հետ։ Մենք վերադարձանք, այո, եւ ժամանակն է նաեւ խոսել հրաշալիքներից։ 1998 թվականին աշխարհի ժամանակակից ճարտարապետությունը հարստացավ աշխարհի ամենաբարձր կառույցի կոչման մեկ այլ հավակնորդով։ Աշտարակները նույնիսկ այս տիտղոսը կրել են մոտ 5 տարի։ Շենքը ստեղծվել է Կուալա Լումպուրում ճարտարապետ Սեզար Պելիի կողմից։ Շենքը կառուցված է նորագույն նյութից էլաստիկ բետոնից։ Աշխարհի հրաշալիքների հետևից գնում ենք Մալազիա։ Բետոնել է փաստորեն Էլաստիկ։ Էլաստիկ։ Աֆրիկայում եղել ենք, Հայաստանում եղել ենք, բայց Մալազիայում չենք եղել, ժամանակն է։ Գնանք Ասիա, գնացինք, կամ Մալազիա։ Հրաժեշտներ զանգով։ Հրաժեշտի զանգն է, սա հրաժեշտի զանգն է, փաստորեն, այո։ Այսօր այսքանը կհանդիպենք արդեն վաղը, բոլորիդ մաղթում ենք լավ օր եւ լավ տպավորություններ այսօրվա հետ կապված։ Իսկ դուք մնացեք շանթի եթերում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Տեսություն կհանդիպենք վաղը։ Ցե